որ պետություն ենք ավելի քան երբևէ Զարուհի ինչ ես խոսում ինչ ես խոսում Ay Robertino Sergin Tahat Stag Cezelamacı Kendini mekles Duvaresi tarafız Eşan Yine Barkanikil Başkanı Eşan İmekler Yine Barkanikil Başkanı Kaşarak Tahat Ուրեմն երեք զանգել եմ Զարուհի Փոստանջյանին, որովհետև ընդդիմադիր ամենահայտնի падգամավորներից էր, հիմա փաստաբանությամբ է զբաղվում Զարուհի Փոստանջյանը, որ հասկանամ թե ինչ է տեղի ունեցել երեք Փաշինյանի այս վիրավորանքների տեղատարապը լսելուց հետո, Զարուհին ինձ պատմեց, որ ինքը այդտեղ հայտնվել է, այդտեղ է եղել, այդ ցույցի տեղը կամ ցույց չէ, հավաքի տեղը Եվ ասում է ինձ տեսնից նկատեց, ասում է ասեմ ինչ-որ ռեպլիկ ես թողել, ասում է ես որ ռեպլիկ է թողի չէր լսի, ամեն դեպքում Փաշինյանը տեսել ինչ-որ բան է խոսում Զարուհին ինչ-որ մեկի հետ, ասեց ինչ-որ մեկի հետ կանգնացեի, էական չի Ժողովուրդ ջան, հիմա հարցը ի՞նչն է։ Զարուհի Փոստանջյանը բազմազավակ մայր է, բազմազավակ։ Եվ կին, փաստաբան, նախկինում ընդդիմադիր գործիչ Եվ Փաշինյանը գեդին է մտնես, տահակ, կաշառակեր, ինչ վիրավորանքներ է տալիս։ Բնականաբար, որ դիմի դատարան Զարուհի Փոստանջյանը, Փաշինյանը ոչ մի ձև չի կարող պաշտպանվել, դե ոչ մի փաստ չունի, այն ինչ որ խոսում է այս ամեն ինչի մասին։ Բայց մի հատ կարևոր բան կա, էլի, Զարուհին այն մարդն է, որ գիշերը երբ որ Փաշինյանի վրա են հարձակում կոշ ԿԿՀ-ում, գնում է գիշերը կոշ ԿԿՀ, որտեղ մեզ էլ են զանգել, բայց մենք չենք կարող գնալ, որտեղ ես պետքա երկու հոգով գնայի Վանաձորից, եւ գիշեր էր միայնակ չէի կարող ԿԿՀ մտնեմ, մենք առավոտն ենք գնացել։ Զարուհին է գիշերը գնում, ամբողջ գիշեր լինում է Փաշինյանի մոտ այդ հարձակումից հետո առավոտը որոշում է կայացվում, որ նրան պետք է արդեն տեղափոխեն այլ քրեակատարական հիմնարկ արդի ԿԿՀ։ Եվ այնքան արած բան ունի Զարուհին, այնքան արած բան ունի, հենց Նիկոլ Փաշինյանի համար ընդդիմադիրների համար, մարտի 1-ի դեպքերով բոլոր քաղբանտարկյալների, բոլորի եւ միայն նրա պրոֆեսիոնալ գործունեության համար, որ հիմա պրոֆեսիոնալ գործունեություն է ծավալում եւ ցանկացած մարդու կարա փաստաբանը պաշտպանի։ Դա պրոֆեսիոնալ աշխատանք է, չի կարելի փաստաբանին նույնականացնել իր վստահորդի հետ կամ պաշտպանյալի նման վիրավորանքներ տեղալ մեկ հայտարարություն է մյուսն էլ։ Լավ, այդ մարդու այդքան արածի ուրանալը, ո՞րն է Նիկոլեսի շեսից ծեվա։ Ինչ Քոչարյան, ինչ ասենք Զարուհին Քոչարյանի դեմ ամենաշատ պայքարած մարդկանցից մեկն է։ Նույն Սերժի Քոչարյան Սերժը դու ասում որ ասում ես։ Ամենաշատ պայքարածներից մեկն է։ Հիմա քորոք 8 տարի է այդ մարդիկ պարլամենտը մեն քաղաքական գործունեություն են ծավալում, Զարուհին է կաշառակեր, որ այդ մարդիկ կան։ Ով է կաշառակեր։ Այսինքն, եթե ինչ որ մեկին կա այդ հարցով քննադատելու, դա դու ես։ Դա դու ես, հենց դու։ Զարուհին ինչ կապ ունի ասենք Քոչարյանի թեմայով Զարուհի հետ բանավիճ եմ ես։ Ամոթ է ուղղակի ու չի կարելի առած բաները ուրանալ։